Վարչապետն այսօր խորհրդարանում հաստատեց, ընդունել է մայիսի 9-ին հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա մեկնելու Ռուսաստանի նախագահի հրավերը։ Այցին Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ պատասխանելով իշխանական պատգամավորի դիտարկմանը, թե այս օրերին հնչում են մեկնաբանություններ, որ այդ այցը կվնասի Հայաստան-Արևմուտք հարաբերությունները։ Մենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել, եւ այդ քաղաքականության մեջ չի մտնում ամենևին, որ մենք Մեր ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների կամ առավել եւս այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք Ռուսաստանի Դաշնություն այցեր չենք ունենալու եւ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները չենք զարգացնելու եւ չենք խորացնելու։ Ըստ Փաշինյանի այդ միջոցառումը կարևոր է երկրորդ աշխարհամարտի ընթացքում տարած հաղթանակի համատեքստում։ Բացի այդ, այցն ասած առիթ է նաև երկկողմ օրակարգի հարցերի քննարկման համար, որը բաց թողնելը ճիշտ չի լինի։ Ինչ վերաբերում է երկկողմ հանդիպումներին, միայն նշեց, շփումներ կլինեն, բայց դժվարացավ ասել, դրանք պաշտոնական կլինեն, թե ոչ։ Վարչապետն այսօր անդրադարձավ նաև նոր վարչական շրջանում թաղապետի մասնակցությամբ ծեծին։ Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցրեց, համաձայն է Երևանի ավականիում ՔՊ-ի հետ իշխանություն կազմած Հանրապետություն կուսակցության այն դիրքորոշման հետ, որ ակտիվիստին ծեծել են Հայաստանի ինքնիշխանության համար։ Փաշինյանը ուղիղ չպատասխանեց, բայց ցանկացած բռնություն ասած դատապարտելի է։ Այդ որ ձեր համար բռնությունը ընդունելի չի, մենք դա ո՞նց պիտի տեսնենք։ Ոնց պիտի հասկանանք ընդունելի է թե չէ։ Դատապարտել եք, աշխատում է միջև հիմա այդ մարդը։ Ես թաղապետի հարցով չեմ զբաղվում, բայց թաղապետի հարցով պետք է զբաղվեն այն ինստիտուտները, ովքեր զբաղվում են թաղապետի հարցով, այդ թվում քննչական կոմիտեները, այդ թվում իրավապահ մարմինները։ Իսկ երբ որ հարցը կդառնա քաղաքական հարց, դրա արդեն ունի նաև քաղաքական որոշակի գործիքներ, որոնք նաև կկիրառվեն։ Նիկոլ Փաշինյանը նաև պնդեց, թե տեղյակ չէ միջադեպի պատճառից։ Մինչ թաղապետի ու մյուսների կողմից ծեծվելը ակտիվիստ Արթուր Չախոյանը ահազանգել էր նոր-նորքում մանկապարտեզի անորակ շինարարության եւ հնարավոր չարաշահումների մասին։ Նիկոլ Փաշինյանը այստեղ էլ ընդհանուր խոսեց, շեշտելով, թե կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ անձ չի կարող իրենց թիմից լինել։ Նայեք, ժողովրդական խոսք է, որ ասում է թղթով ամեն ինչ ճիշտ է։ Շարունակելով կոռուպցիայի թեման, վարչապետը նաև նշեց, թե անվտանգության խորհրդի քարտուղարն իրեն ամեն ամիս գրավոր զեկուցում է մամուլի այն հրապարակումները, որոնք վերաբերում են կոռուպցիոն դեպքերին կամ որոնցում կասկած կա կոռուպցիայի վերաբերյալ։ Բայց թե ինչու իշխանական տարբեր պաշտոնյաներին առնչվող հրապարակումները հիմնականում չեն ունենում քաղաքական եւ իրավական հետևանք, Փաշինյանը չբացատրեց։ Ընդդիմադիրներից Գառնիկ Դանիելյանն էլ հետաքրքրվեց Տավուշի Ազատամութ համայնքի մոտակայքում իրականացվող ականազերծման աշխատանքներից։ Հարցրեց, արդյոք դրանք կապ ունեն սահմանազատման հետ։ Փաշինյանը միայն պնդեց, սահմանազատման աշխատանքները առանց հայտարարելու չեն կարող լինել։ Ուզում եմ հասկանամ, այդտեղ ինչի է կատարվում, այդտեղ եթե ընդդեղից պիտի սկսի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքը ըստ այդ կանոնակարգի համաձայն։ Սահմանազատման կանոնակարգը հաստատելուց հետո հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները համաձայնել են գործընթացը շարունակել հյուսիսից Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանների հատման կետից, ապա հարավային ուղղությամբ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։ Վարչապետը թիմակիցների հարցերի շնորհիվ այսօր չշրջանցեց նաև երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ուսանողների հետ վերջին հանդիպումների ընթացքում հնչած հայտարարությունները։ Փաշինյանը դարձյալ Հայաստանի նախկին ղեկավարներին հրավիրեց բանավեճի։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բան ունեք ասելու։ Ասում եմ, գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսանք։ Ինչի՞ չեք գալիս։